Խաղաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղաղություն ձեզ։ Աստված օրհնի բոլորին։ Այս անգամ ոչ թե հարցեր ենք պատասխանելու, այլ ինձ թվում է խրատ, զգուշացում, մեզ խրատել են։ Հանդիմանություն։ Գիտեք ձեր սխալը որն է։ Մի բանը 100 անգամ կրկնում եք, որ ոչ մատչելի, որ հասկանալի լինի, բուն թեման ճիշտ չեք բացատրում։ Դրան նման համարյա երկուսն միացնենք իրար էլի նույն ձևով նույն տիպի 2000 տարի նույն պլաստիկին եք պտտացնում, հələ չեք հասկացել այսի հարց չի 2000 տարի 2000 տարեկան չկա 2000 տարեկան չկա Աստվածաշնչին ես եթե ասում 2000 տարի նույն պլաստիկին պտտացնում իհարկե 2000 տարի Աստված սերա պտտացնում sense ասած անընդհատ սերա քարոզում սեր ասում առաքյալները անընդհատ 2000 տարիա ասում են ապաշխար է երկնքի թագավորությունը մոտ է 2000 տարի կրկնվում ամենն իհարկե դա Աստծո սերն է սիրելի հաստվող սիրելի ոչ թե հաստվող սիրելի հանդիմանող շատ լավ է ձեր հանդիմանությունը օգնում է ամեն ինչի sense ասած բայց դուք ինքներդ հասկացեք էլ այդ հանդիմանությունը տեղին է թե չէ եթե հանգարց սխալ եք տենում մեր վրա ինչ որ սխալ վարդապետություն սխալ ինչ որ խոսք համարձակ ասեք զանգեք ասեք եթե չասեք պատճառ եք դառնալու իմ այդ սխալներին եթե չասեք Աստվածաշունչը հին ուխտի մեջ գրված է որ եթե եղբորդ սխալը տեսնես ու չհանդիմանես չասես իրան այդ սխալի համար իրա սխալը քո վրա հասկանում եք իրա պատիժը քո վրա կգա եթե տեսնում ես իմ սխալը անպայման ասա ես տեսնելով սխալերը մարդկանց ասում եմ սիրով հորդորելով հանդիմանելով նայած ում ինչ օգուտ կտա եթե իմ մոտիկ մտերիմն է ես կարող եմ հանդիմանեմ խիստ հանդիմանելով իր հետ խոսալ եթե մտերիմ ես չի ասենք ուղղակի հավատացյալ է նայելով իր հոգևոր հասակին կխոսամ իր հետ իր հոգևոր հասակի չափով հասկանում եք դուք էլ նույնը եթե տեսնում եք սխալը թերությունը ասեք անպայման Աստված ձեզանից պահանջելու է իսկ եթե ուղղակի խոսքը ասում է թե մեկ պլաստիկի պես ոնց որ ես հասկանում եմ sense Մելանիա պլաստիկին նույն պտտացնում եք սա հոգևորի լեզու չի սա ես մի բան ասեմ որ իմ ասածը հիմնավորվի էլի հանգարց չմտածեք ես ձեր պես եմ ձեզ պատասխանում աբարոկկա եմ sense ասած բան անեմ չէ ամեն մարդ ընդհանրապես եթե խոսում է չէ ունի դրդում իր մեջ ինչ որ բանից դրդված է խոսում եթե դու քո երեխուն ասում ես մեռնեմ կյանքիդ բալես գնա մի հատ ջուր բի օրինակի համար ինչ որ մի դրդումից ես տենց ասել որն է այդ դրդումը սերը երեխու հանդեպ այդ սերն է քեզի դրդում որ ամենաբաներն ասես թեկուզ ծիծաղալու ալնեմ չէ բայց ասում ես այդ դրդումը սիրուց է իսկ եթե մեկին դու ատում ես կարաս կարող է հակի շորը այդ ինչ շոր ես հակե որ մթում սա կարող է նախանձի դրդում լինի կարող է ատելության դրդում լինի հասկանում եք ամեն բան ինչ որ խոսում ես քո ընտանիքի մեջ աշխատանքային վայրում ամեն տեղ քո խոսքը եթե դուրս է գալի քո բերանից ինչ որ մի բանից դրդված է դուրս գալի այդ դրդումն է քեզ շողոքորթում ես վայ ոնց ես մի բաժակ ջուր բերեմ քեզ խմես մի հատ կամ այդ դրդումը շողոքորթությունից է կեղծավորությունից կամ էլ թե չէ հարգանքից է հարգում ես ես որ մի մարդու հարգում եմ ուզում եմ մի բանով օգտակար եմ իրան Իդի հարգանքի դրդումն է եթե ատելության դրդումն է հետևից բամփասում ես դեմը կոպիտ ես խոսում խոսքերով կծում ես այդ մարդուն մի խոսքով այդ դրդումը դուք իմանաս սիրելի գրող ինչ դրդումից ես հարց տալի բայց ամենայն դեպս ես թենենց եթե հարց ես տալի եթե տեսնում ես իմ սխալը 2000 տարի պլաստիկա են պտտացնում կամ մարդիկ չեն հասկանում էդից ձևես մի խոսքով էլի այս ամեն բաները քո դրդումը պես ինչից է թող քո դրդումը լինի աստվածային դրդումից Սուրբ Հոգու դրդումից թող լինի ինչ որ անում եք ասում Սուրբ Հոգով արեք այսինքն ինձի դրդմամբ Սուրբ Հոգին որ ես այսօր քարոզում եմ որ ձեր հետ սիրով եմ խոսում որ ինչ որ մեկին չարով չար չեմ պատասխանում
Էդի սիրո դրթումն է, հասկանում եք, բայց մի բացահայտեք, այդ ձեր ներսի դրթումը երևում է, հոգևոր աչքերով եթե նայես, մարդիկ տեսնում են բարձ։ Ասեք, ես մեծ սիրով կընդունեմ ձեզ։ Ասեք իմ սխալը, ասեք իմ թերությունը։ Մի բան, մի հայտնություն ձեզ բացվել է, Աստված բաց արեց ձեզ, միգուցե ինձ չի բացել, այդ հայտնության մասին խոսացեք, մենակ ես ուրախ կլինեմ դրա համար։ Բայց sense խոսալով, գծելով ոնց որ առաքյալներին էին անում, Հիսուսին էին անում, իմաստ չունի դա։ Դա ոչ մի իմաստը, գիտեք ոնց, օգուտ չի տա ձեզ։ Օգուտ չի տա ձեզ։ Ես ուզում կարդամ ժողովողի 9-րդ գլուխ 16-րդ 17-18 խոսքը 19։ Տես, վայ ձեզ երկիր, որ թագավորը տղա է, չէ, կային 9-րդ է, սուր գնացի, 10-րդ եմ կարդամ, 9-րդ գլուխ 16-17-18 խոսքերը։ Եվ ես ասեցի, իմաստությունը լավ է ուժից, թեև աղքատի իմաստությունը անարգված լինի և նրա խոսքին չլսեն։ Իմաստունների խոսքերը մեղմությամբ լսված լավ է հիմարների վրա իշխողի աղաղակիցը։ Իմաստությունը լավ է պատերազմական գործիքներից, բայց մեկ մեղավորը շատ բարիքներ կփչացնե։ Սախորն այս չեմ ուզում մեկնաբանեմ, հասկացեք դուք ինքներդ սիրելիներ, սիրելի հարցնող, սիրելի լսողներ, ամեն բան ընդունեք Աստվածանից, էս էլ, էս հարցներ, էս պատասխաններ, ու այդ ամեն բանի մեջ բարին ամուր բռնեք։ Սա է, չէ՞ որ այս կյանքը ժամանակավոր է, ակնթարթի պես 1-2 ակնթարթու անցնում է։ Մեզ սպասում է հավիտենականությունը։ Ինչի համար է ժամանակահատվածում, այս փոքր ժամանակի մեջ անհավատարիմ ենք ասում կամ չգիտես ինչեր անենք։ Եկեք իմաստություն ձեռք բերենք։ Աստվածային իմաստություն, Սուրբ Հոգու իմաստությունը, որը մեզ անընդհատ կդրդի մեր ներսից, որ համբերես, ներես, սիրես, ճիշտն ասես, ուղղես, փրկես։ Հասկանում ես, Սուրբ Հոգին էս է ասելու միշտ։ Սրանից ավելին չարից է Պողոս առաքյալն ասում։ Եկեք քննենք մեր դրդումը որտեղից է գալի եւ հասկանանք, թե ուր է տանելու։ Կորուս չտանի մենակ հավիտենական կյանք տանի այդ վերահասածը։ Սրա համար իմաստություն է պետք իջև, որ ես կարդացի նոր։ Սիրելիներ, այս հորդորական խոսքը ամենքից է վերաբերվում, նաեւ ինձ, նաեւ բոլորիս։ Տերը թող օրհնի ձեզ, երևի այսքանով ավարտենք մեր։ Աստված օրհնի։ Մնաք Աստծո խաղաղության մեջ։ Տերը օրհնի ձեզ։